Բրյուսելում այսօր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը կստորագրեն համագործակցության նոր Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթը։ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը Բրյուսելում հայ լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ ստորագրվելիք փաստաթուղթը մի քանի կարևոր, այդ թվում անվտանգային պաշտպանական բաղադրիչներ է ներառում։ Եվրոպացի դիվանագետը սակայն չի հստակեցրել, թե այս ուղղությամբ կոնկրետ ինչ համագործակցություն է նախատեսում փաստաթուղթը։ Կոսի խոսքով կողմերը ընդլայնելու են համագործակցությունը այլ ոլորտներում ևս, մասնավորապես տնտեսական։ ԵՄ-ն աջակցելու է Երևանին տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ու ներդրումների հարցում։ Հայաստանյան գրանցում ունեցող օդանավերի թռիչքների արգելքը Եվրամիության տարածքում պահպանվում է տեխնիկական, ոչ թե քաղաքական գործընթացների պատճառով։ Հայ լրագրողների հետ հանդիպմանը Բրյուսելում հայտնել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարը։ Ըստ Մարտակոսի, Եվրամիության թռիչքային անվտանգության ցուցակից դուրս գալու համար Հայաստանը որոշ քայլեր դեռ չի կատարել։ Քաղաքացիական պայմանագիրը վարչության որոշմամբ ընդունել է կուսակցության էթիկայի կանոնագիրքը, հայտնել է Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա, ՔՊ-ն որպես կառավարող ուժ պատասխանատվություն է զգում երկրում քաղաքական միջավայրի, մթնոլորտի, կուլտուրայի զարգացման գործում։ Փաշինյանը հայտնել է, որ այլևս հայհոյանքին հայհոյանքով, իսկ վիրավորանքին վիրավորանքով չեն պատասխանելու, բայց միևնույն ժամանակ կոչ է արել դա որպես թուլություն չընկալել։ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ ռուսական զորքերը գրավվել են Ուկրաինայի Դոնեցկի եւ Խարկովի մարզերի Պոկրովսկ ու Վոլչանսկ քաղաքները։ Դեկտեմբերի 1-ի երեկոյան Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերքել էր Պոկրովսկի եւ Վոլչանսկի գրավումը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է գիշերը մի քանի տասնյակ ուկրաինական անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ Նշվում է, որ անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ միջոցները ուկրաինական 45 ինքնաթիռային տիպի անօդաչու են ոչնչացրել։ Դեկտեմբերի 2-ին ժամը 9:10-ի դրությամբ Աշոտսկի Արթիկի Անիի Հրազդանի տարածաշրջաններում եւ Միրաքից դեպի Արագած ավտոճանապարհին թույլ ձյուն է տեղում։ Մասիսի տարածաշրջանում թույլ անձրև։ Վարդենյաց Լեռնանցքում եւ Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-ից 4-ին աստիճանաբար կնվազի 2-ից 4 աստիճանով։ Դեկտեմբերի 3-ից 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։